Հայկ Մարությանի օրոք տնկարանի ջերմոցատնկարանային տնտեսությունը օգտագործելով նաև ձմեռվա ամիսներին գազի ծախս 5000 քառակուսի մետրանոց տնկարանում իրականացնում էր վարունգի բուծում։ Սա էր Հայկ Մարությանի կառավարման փայլուն օրինակներից մեկը, պարոն Թորոսյան, հիշեք, որ 18-ից մինչև 20 թվականները այնտեղ վարունգ էր աճեցվում, պատճառաբանությունն էր, որ նազրվան է աճեցվում եւ ձմեռային ժամանակ բավականին թանկ է։ Ես իհարկե չգիտեմ այդ վարունգն ինչ էր լինում, վաճառվում էր, թե ինչ էր լինում, սա էր մեր տնկարանի վիճակը, դրան գումարած 1 հեկտարին հասնող տարած մաքրված, իսկ մնացած 20-25 հեկտար տարածքը ամբողջ այդ բամբուկներով, ծանծաղուտներով, սերտաճած ծառերով իրար մեջ մացառներով մի տարածք էր, որը կազմակերպությունից պահանջեց 2 տարվա ռեսուրս այդ տարածքը մաքրել եւ կարգի բերել։ Արձագանք, Պարոն Բեգան, ես հասկացա պատասխանից, բայց մի հատ հարց է, պարոն Մարության Հայկ այդ վարունգը ինչ էր անելու, չհասկացա, թեղիները հանելու էին, վարունգներ տնկեին, որ տնկարանում դա էին անում, ճիշտ հասկացա ես։ Ես երբ 20 թվականին առաջի անգամ բացելով այս կազմակերպությունը այցելեցի տնկարան, ամենայն ազնվությամբ ասում եմ, դրանից նաև դուք հանակ չէի, դուք լուրջ էիք ասում, ես վարունգ էր աճացնում թեղիներ։ Ձմռան ամսին ամբողջ փակ գրունտում աճում էր վարունգ, նազրվան։ Պարոն Բեգոյան, հասկանում եմ, որ շատ հաճելի է այս ելույթը ձեր համար, բայց խնդրում եմ մի քիչ զսպեք էմոցիաները, 1, երկրորդը ռեգլամենտը պահեք։